Մինչև Նիկոլ Փաշինյանի գրառման պահին նրա հոգեվիճակը պարզելը, անդրադառնանք նրան, թե ինչ է փսիխոպաթիան։ Անձի ախտաբանական խառնվածք է, որը բնորոշվում է հոգեկան ֆունկցիաների աններդաշնակությամբ։ Փսիխոպաթները տառապում են իրենց բնավորության աննորմալությամբ, ինչպես նաև նրանք ուրիշին են տառապանք պատճառում։ Հուզական անկայունությունը փսիխոպաթ բնավորության հիմնական գծերից է և ավելի է նպաստում կոնֆլիկտային իրավիճակների առաջացմանը։ Փսիխոպաթներն ունենում են արագ առաջացող հոգնածություն, ընկճված տրամադրություն։ Կենցաղի փոփոխությունը ինչ-որ պահի հավասարակշռության է բերում։ Ասենք, եթե չուլանից տեղափոխվում ես ապրելու առանձնատանը, կարող է որոշ ժամանակ կարգավորվի քեզ մոտ, բայց աստիճանաբար այդ առանձնատունն էլ է դառնում քեզ համար չուլան և փսիխոպաթիան զարգանում է էլի։ Փսիխոպաթներին ամենաչնչին առիթը կարող է հանգեցնել զայրույթի, վախի, չարության, իսկ նոպաները հանգեցնում են գիտակցության մթագնման, կորցնում են հասկանալու, իր արածին հաշիվ տալու ընդունակությունը և շրջապատի համար դառնում են վտանգավոր։ Իսկ հուսահատության ժամանակ իրենց մխում են ալկոհոլի։ Հիստերիկ փսիխոպաթների մոտ խառնված է իրականության ու երևակայության սահմանը և առաջանում է ստելու հակում։ Ցանկալին ներկայացվում է իրականություն, որին այնքան են ընկտելանում, որ հավատում են նաև իրենք։